Churches of Revelation. Պատգամը, որի մասին ուզում եմ ձեզ խոսել, նոր քարոզաշարք է, եւ վերնագիրը, որը նայելու ենք այսօր, առաջին եկեղեցին, որը կտեսնենք, դա Եփեսոսի եկեղեցին է։ Պարզ է, առաջին եկեղեցին։ Նամակ է ուղղվել 7 եկեղեցիներին եւ ամեն կիրակի ամեն եկեղեցին նայելու ենք եւ 7 կիրակի հետո դու այստեղից գնալու ես գեր ինֆորմացված։ Ամեն գեր ինֆորմացված։ Ով է գրել հայտնության գիրքը, գրել է Հովանես Ավետարանիչը, որը գրել է նաև Հովանես Ավետարանը, գրել է Հովանեսի 3 թղթերը, գրել է նաև Հովանեսի հայտնությունը եւ բավականին մեծ աշխատանք է, աշխատություն ունի մարդը թողած եւ ասեմ, որ այս ամենը տեղի է ունեցել 95 եւ 90 Քրիստոսի մահից հետո 95 եւ 96 թվականներին, երբ տվյալ ժամանակների մեջ կայսր էր հռոմեական կայսր Դոմետիանոսը, բավականին դաժան կայսր էր, որի պատճառով էլ այդ գահակալության ժամանակներ իրա ինքն էր կայսր Հովանեսը, որը գրել է հայտնության գիրքը եւ որի բոլոր մանրամասնությունները լսել եւ տեսել է, դա գրել է հունական Պատմոս կղզուց, որտեղ եւ այս կայսրի պատճառով վտարված էր եւ ուրեմն ակսորված էր Պատմոս կղզում, ինչու էր ակսորվել, որովհետև ավետարանն էր քարոզում եւ կայսրի պաշտամունքին չէր մասնակցում եւ հակառակվում էր այդ պաշտամունքին, դրա համար էլ ուրեմն վտարվեց, ակսորվեց։ Հովանեսը վերջին առաքյալն էր, ուզում եմ որ դու սա իմանաս, վերջինն էր, մնացած սա ուշադիր լսիր, վերջին առաքյալն էր, մնացած բոլոր 11-ը մահացել էին արդեն եւ Հովանեսն էլ մահացավ, առաքելական եկեղեցու գործունեությունը ավարտվեց։ Հովանեսը վերջինն էր, որով կոչվում էր առաքյալների եկեղեցի։ Լսեք, առաքյալների եկեղեցի դա այլ բան է, առաքելական եկեղեցի դա այլ բան է, խնդրում եմ սա տարբերեք իրարից։ Հովանեսը վերջինն էր 12 առաքյալներից, շատ լավ։ Ուրեմն կարևոր մի հատ բան եմ ուզում ասեմ։ Զարմանալին նա է, որ Հովանեսը, երբ որ այս ամեն ինչը տեսավ, սա տեղի ունեցել 2000 տարի առաջ, բայց այսօր Հովանեսը տեսնում էր 2000 տարի առաջ ինչ է լինելու, բայց այսօր ես եւ դու 2000 տարով հետ ենք եթալու, որ հասկանանք Հովանեսը ինչ է տեսել։ Պարզ է, Հովանեսը 2000 տարով առաջ է տեսել, ես ու դու հիմա պիտի 2000 տարով հետ գնանք, հասկանանք ինչ է տեսել Հովանեսը։ Գիտեք, Պողոս առաքյալը գրել է շատ թղթեր, բոլոր թղթերը չէ, որ ունի հետևյալ ուրեմն բնույթը, Պողոսի 7 թղթերը ուրեմն քննարկում են եւ սովորեցնում է, առաջարկում է եկեղեցու նորմալ քրիստոնեական կյանքը, վարքը։ Եթե կարդացել եք նոր կտակարանը, գիտեք, որ Պողոս առաքյալը հորդորում է, ինչպես պետք է քրիստոնյան ապրի, ինչպեսի վարք պետք է ունենա եւ այլն, սակայն Հովանեսի հայտնության 7 եկեղեցիներում, ստեղ նորմալ վարք չէ քննարկվում, ստեղ քննարկվում եւ դատապարտվում է մի բան, որը պետք է արվեր եւ չի արվել։ Չի կիրառվել։ Այսինքն կարող ենք ավելի կոնկրետ ասել, այս եկեղեցիներում Աստված մատնանշում է եկեղեցիների թերությունները։ Իրականում Պողոս առաքյալը ցույց էր տալիս ճշմարտություններ, որոնք եկեղեցին պետք է իմանային, բայց հայտնության գրքում Հովանեսը ցույց է տալիս ճանապարհ, որ պետք է անցնեին, բայց չանցան։ Երբ որ նոր է ես դարձի եկել, ես զարմացա այս գիրքը կարդալուց, Աստծուն մի հատ հարց տվեցի. Ինչի՞ց պետք է հայտնության գիրքը։ Հատկապես այս 7 եկեղեցիները, երբ որ իմացա, որ դրանք այլևս չկան։ Եվ ես պատկերացրեք Աստծուն հարց տվեցի։ Ինձ թվում էր այդ ժամանակ այնքան խելոք բան եմ Աստծուն հարցնում, որ զարմացավ Աստված։ Ոչ մեկի մտքով չէր անցել, մենակ իմ մտքով անցավ։ Ասացի Տեր, որ այս եկեղեցիները չկան։ Իմաստը որն էր, որ գրել ես։
Պոտումն է, ասացի իմաստը որն էր, որ գրել ես։ Հիմա միգուցե մեկնում եկը տասեք, այս 7 եկեղեցիները հենց առաջի դարում վերջացել, անցել գնացել են։ Իմաստը որն էր այս հայտնության գրքում այս եկեղեցիների պատմությունը զետեղել, եթե նրանք այլևս չկան։ Հարցը նրանումն է, որ այդ եկեղեցիները իրաց շենքերով եւ իրանց ամեն ինչով չկան, բայց եկեղեցիներում կատարված բաները, հորդորները, հրահանգները մնում են դարեր շարունակ նույնը բոլոր ժամանակների եկեղեցու համար։ Այո, այնպես որ այսօր ուշադիր ենք լինելու լսելու, ինչ դաս ունենք քաղելու Եփեսոսի եկեղեցուց, ինչ է մատնանշել Աստված, որ չի արել այդ եկեղեցին, ես ասացի 7 եկեղեցիներում Աստված մատնանշում է թերություններ, անկատար գործեր, որոնք պիտի անեին ու չեն արել։ Եվ ուզում եմ ուշադիր լինես, որ հասկանաս, որքանով է դա քեզ վերաբերվում։ Մի կարևոր բան նույնպես ուզում եմ ասեմ։ Գիտեք որ նա այս գիրքը, որ գրվել է, հայտնության գիրքը, եւ 7 եկեղեցիների ուղերձը, որ գրվել է, ես մի հատ բան եմ նկատել։ Նա չի գրվել ընդհանուր ասվելով եկեղեցուն, նա գրվել է անհատական՝ դու, քեզ, քո, դու։ Այսինքն Աստված ուզում է ասի յուրաքանչյուր կարդացող թող լսի, որ դա չի վերաբերվում իր կողքի նստողին, դա վերաբերվում է անձամբ քեզ։ Ասելիքը Աստծո շտկումները, որ եկեղեցում Աստված անում է, այս 7 եկեղեցիներում, անում է անհատներին, ասում է անհատներին, այսօր նա ասում է նույն շտկումները մեզ։ Եթե որևէ մի մարդ ցանկանում եք հայլել Աստծո ճանապարհներով եւ գոհացնել Աստծուն, միգուցե երբ եկել է եկեղեցի իրան ասել են, սա պիտի անես, նա պիտի անես, նա պիտի անես, ասել այսքանը չեմ կարող անեմ, չեմ կարող այսքանն անեմ, որ գոհացնեմ Աստծուն։ Ես քեզ կարճ ճանապարհ եմ ուզում ցույց տամ, որպեսզի Աստծուն հաճելի կյանքով ապրես եւ քայլես նրա առաջ, 2 հատ թուղթ կարդա, հայտնության 2-րդ եւ 3-րդ գլուխը եւ ապրի դա եւ կերարի դա բավական է, բայց կարողանաս անես։ 2 գլուխ, հայտնության 2-րդը եւ 3-րդը, եթե կարողանաս կարդաս, դու Աստծո ճանապարհների մեջ ճիշտ կքայլես։ Այս եկեղեցու մասին կարևոր տեղեկություններ ենք լսելու ու հիմա հասկանալու ենք ինչ ունենք ստեղից սովորելու։ Սկզբից բոլոր եկեղեցիներին կարծես գովում է Աստված իրենց արած գործերի համար, հետո ինչ որ մի անկատար բաներ կան դրա մեջ հանդիմանում է, անպայման էս կարմիր գիծը տեսեք 7 եկեղեցիների մեջով անցնում է։ 7 ուղերձները սկսվում են Տիրոջ կողմից եկեղեցիների նկարագրությամբ եւ ավարտվում են հաղթողներին կոչ անելով, սենց է սկսվում։ Բայց ովքեր են հաղթողները։ Դուք շատ անգամ եք լսել, որ պետք է սա հաղթել, պետք է սա հաղթել, պետք է նա հաղթել, բայց ես ուզում եմ հաղթողի հասարակ ֆորմուլա քեզ ներկայացնեմ։ Գիտես ով է հաղթողը։ Հաղթողը այն մարդն է, ով ոչ նորմալ իրավիճակներում իրեն նորմալ է պահում, դա հաղթող մարդն է։ Մտածեցինք երևի ինչեր է պետք անել, ինչպիսի հերոսություններ Աստծո համար, որ համարվենք հաղթող, ես կրկնում եմ, հաղթող է համարվում այն մարդը, ով աննորմալ իրավիճակներում, ոչ նորմալ իրավիճակներում փորձություններ են, հարձակումներ են, խնդիրներ են, խնդիրներ են, կլինի երկրի մեջ քաղաքականության, կլինի ընտանիքում որևէ տեղ, քո կյանքում որևէ տեղ կան ոչ նորմալ իրավիճակներ, բայց դու քեզ նորմալ ես զբաղում։ Դա կոչվում է հաղթող։ Լավ պարզաբանում էր, չէ՞ հասարակ։ Այո, շատ լավ, դուք կմտածեք, եթե խոսքը գնում է այստեղ Աստծո աչքի առաջ հաղթողի մասին, հաղթողը այդ սուպեր մեկը պիտի լինի հերոս, չէ, այստեղ խոսքը գնում է, որ հաղթողը նա է, մի հատ էլ մի նոր բան եմ ուզում ավելացնեմ, որ մնաս ուղղակի նորմալ մակարդակի վրա, Աստծուն այդքանը բավական է, նա երբեք չի պահանջի քեզանից մի բան, որը քո ուժերից վեր է, Աստված չի կանչել մեզի սուպեր հերոսներ դառնալու համար, այդպես բան տեսել եք Աստվածաշնչում, ոչ, նա մեզ կանչել է, որ չիջնենք մակարդակից ներքև, մնանք մակարդակի վրա, ամեն, սովորական մակարդակի վրա, իսկ հիմա միասին եք նայենք հայտնության 2-րդ գլուխ, առաջի համարից մինչև 7-ը միայն Եփեսոսի եկեղեցու պատմությունը կարդանք եւ այստեղ անմիջապես ֆիքսի 2 բան, որ Աստված ուզում է տեսնենք։
Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր, այսպես է ասում նա, ով 7 աստղեր ունի աջ ձեռքում եւ շրջում է 7 ճրագակալների մեջ, շրջում է ճրագակալների մեջ, ձեռքին ունի ուրեմն 7 աստղեր, հաջորդը, գիտեմ քո գործերը, գիտեմ, Աստված գիտի մեր գործերը, Աստված գիտի մեր կյանքը, Աստված գիտի մեր նիստուկացը, ամեն, կամ մարդ, որ սրան հավատում է սրան, համաձայն է սրան, նա գիտի ամեն բա, նա ասում է, գիտեմ քո գործերը, տես չի ասում, գիտեմ ձեր գործերը, նա քեզ անհատական է դիմում, գիտեմ քո գործերը, քո աշխատանքը գիտեմ, քո համբերությունն եմ տեսել, որ չարերին չես կարող տանել, լավ բաներ արես եկեղեցին, չարերին չես կարող տանել, փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ էին իրենց ձևացնում, բայց չէին, և սուտ համարեցիր նրանց, այսինքն գտել ես մի հատ վտանգավոր բան, ինչը այդ ժամանակների միակ վտանգավոր բանն էր, քրիստոնեությունը որպես նոր վարդապետություն մտել էր էներ որտեղ հրյաների մեջ և փորձում էին մարդիկ, բոլոր նրանք ովքեր դարձել էին Քրիստոսին, հետ բերեին դեպի հուդայական կրոնի, ասма բռնեցիր, գտար, փորձեցիր, հասկացար ու սուտ համարեցիր նրանց, պրոստը մալադյեց, գովում այս եկեղեցուն, հլա տենանք էլ ինչ ունի ասելու, հաջորդը, համբերություն էլ ունես, նա ինչքան լավ բաներ ունես եկեղեցին, համբերություն էլ ունես, իմ անվան համարել տանջվեցիր, ուրեմն չընկրկեցիր, տանջվեցիր, բայց քո դեմ մի բան ունեմ, որովհետև թողեցիր քո նախկին սերը, նախկին բառը չէ գրված օրիգինալում, գրված է առաջին, զազմոտել այդպես շատ լավ, թողեցիր, սրա վրա շատ կարևոր շեշտ ենք դնելու, թողեցիր քո առաջին սերը, արդիշիր, որտեղից ընկար, զղջա և նախկին գործերը տարա, ապա թե ոչ, կգամ քեզ մոտ և քո ճրագակալը տեղից կշարժեմ, եթե չապաշխարես։ Ինձ համար կարևոր է հասկանալ ճրագակալը ինչ է, որովհետև ուզում Աստված կպնի այդ ճրագակալին, ուզում է շարժել այդ ճրագակալը, ասում է եթե չապաշխարես կշարժեմ, մի բան որ Աստված տեղից շարժվի, դրա տեղը էլ չի երևա, համաձայն եք, ասեց, այս ամենը շատ լավ ասեց, բայց սա ունես, ես էլ ունես ասում է, որ ատում ես ինքը այս ուսուցումը Նիկողայասյանների ուսուցում է, ռուսերենում Նիկոլայիտներ են կոչվում, Նիկոլայականներ, վատ բան ստացվեց, դե դուք հասկացաք, հիմա լսելու են, ասելու են, ստեղել են բերել, մցրել, չէ, օրգինալում, ալելույա, օրգինալում Նիկողայասյաններ, հիմա մենք տեսնելու ենք ովքեր են դրանց, ուրեմն, Ալելույա, տեսել եմ, որ ուրեմն ատում ես սրանց գործերը, ես էլ եմ ատում, ովական ժունի, թող լսի ինչ է, ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին, փաստորեն ականջ է պետք է հասկանալու համար, հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծո դրախտում է, սա պահիր, սա մի ծառա, որ ոչ մեկ իրավունք չուներ ձեռ տալու, հիմա քեզ ասում է դու կարող ես ուտել, ինչ պատահեց, իսկ պատահեց հրաշալի մի բան, բայց մինչև հասնենք այս ծառին և այլն անպայման հասնելու ենք, ուզում եմ որ տեսնես մի կարևոր բան, նշվեց եկեղեցին ոսկե ճրագակալն է, ասում է ճրագակալներ տեսա 7 հատ և աջ ձեռքում աստղեր, եկեղեցին ոսկե ուշադրություն դարձրեք նկարին, եկեղեցին դա ճրագակալն է և Աստված քայլում է այդ ճրագակալների մեջ, բայց եկեղեցին մենակ ճրագակալ չէ, եկեղեցու մեջ յուրաքանչյուրը ճրագակալ է, ուրեմն հենց հիմա այստեղ նստած են ճրագակալներ և Աստված այցելում է ճրագակալներին և երկրորդ բանը, որ ուզում ենք տեսնել, Տերը պահում է իր աջ ձեռքին 7 աստղեր, որոնք 7 հրեշտակներն են այդ 7 եկեղեցիների։ Այստեղ ոսկի բառը նկատեցիք, ոսկի ճրագակալ և այլն, մենք տեսնում ենք այստեղ ձեռքին աստղ կար, ուրեմն այս կար, այն կար, բայց միտեղ հետ գնանք նկարին նայենք, ոսկե, սա ինչ-որ մի բան է ուզում ասի, գիտեք որ Աստվածաշնչում ամեն մի մետաղ իր նշանակությունն ունի, եկ միասին նայենք նշանակությունը մետաղների, օրինակ երկաթը,
Եթե Աստվածաշնչում հանդիպում ես երկաթը, դա իշխանության խորհուրդն է, պղինձը դատաստանի, արծաթը փրկագնի է, պատմությունը հիշում եք արծաթը փրկագնով, ոսկին Աստծո փառքի խորհուրդն է։ Եվ հիմա ուզում եմ սա նայես, ինչ է Աստծո փառքը։ Եթե մեկին ասեմ ինչ է Աստծո փառքը, երևի բոլորս դժվարանանք, ասենք դե գիտեք Աստված սուրբ է, նա փառավորված է, բայց ես հարցրեցի ինչ է Աստծո փառքը։ Աստծո փառքը դա այն է, որը ոչ ոք չգիտի, թե դա ինչ է եւ չի էլ հասկանում։ Այո, դա Աստծո փառքը, դա մի բան է, որ ես ու դու մի քիչ կդժվարանանք հասկանանք, ինչ է Աստծո փառքը։ Երբ Հովհաննեսն էլ մահացավ, եկեղեցիներն ներխուժեցին օտարուսություններ, շեղումներ եւ ապստամբություններ սկսվեցին։ Քանի որ այս գիրքը կրկնում եմ մարգարեական գիրք է, այդ իսկ պատճառով նրա մեջ ընդգրկված անունները նորից եմ կրկնում եւ բաները ուրեմն ամբողջը մարգարեական են։ Եկ նայենք մի հատ հələ Եփեսոս ինչ է նշանակում։ Եփեսոս եկեղեցի, որի ուրեմն որ առաջին սանդղակն է զբաղեցրել հայտնության գրքում եւ Եփեսոս նշանակում է ցանկալի։ Եփեսոս նշանակում է ցանկալի։ Նշանակում է սա մի եկեղեցի է եղել, որ եղել է ցանկալի։ Անկախ նրանից, որ մենք տեսանք, որ եկեղեցում եղել են խնդիրներ եւ Աստված հանդիմանում է, ասում է վերադարձիր քո առաջին սիրուն, վերադարձիր սիրո գործերին, ապա եթե ոչ, ու չապաշխարես կգամ ճրակակալդ կշարժեմ իր տեղից, բայց թույլ տուր ասել հետեւյալը. եկեղեցին ամեն ժամանակներում եւ մինչեւ հիմա էլ եղել է ու մնում է ցանկալի։ Ամեն, փառք Հիսուսին։ Ուրեմն թեկուզ ավարտվել է, կրկնում եմ, առաքյալների ժամանակաշրջանը, դա այն եկեղեցին էր, որ Պենտեկոստեի օրը ծնվեց, դա հրաշալի եկեղեցի էր, առաքյալները ներկա էին, առողջ վարդապետություն, Սուրբ Հոգու հեղեղումներ, պարգևներ, դրսևորումներ, ամեն ինչ շքեղ էր, բայց Հովհաննեսից հետո այդ ամեն ինչը ավարտվեց, թեկուզ դա եղել է 2000 տարի առաջ, բայց հիմա 21-րդ դարում հավատա, եկեղեցին մնում է կրկին Աստծո համար ցանկալի։ Ես հարց տամ, օրինակ իմ համար շատ ցանկալի վայր է Կիրակի օրը գալ այստեղ, իսկ քո։ Ամեն, փառք Հիսուսին։ Եկեղեցին շարունակում է մնալ ցանկալի։ Շատ լավ։ Նայենք այս ճրակակալներին։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ ուշադիր նայեք, այս ճրակակալները դու ես։ Այս ճրակակալներից ամեն մեկը դուք եք։ Հիմա ինչու ասում 7 ճրակակալների մեջ ման եմ գալիս։ Լսեք, դու կարող այսօր նստած ես այստեղ, ոչ մրջուններ վրայովից է թամ որ փշակաղվես, տենց որ ասում են, չէ, փշակաղվեց ոնց որ մրջունները վրայով դու կարող ես հանգիստ նստած լինել, բայց նա ասում է ես եկել եմ ճրակակալներին այցելելու, նա այստեղ է։ Ամեն, նա այստեղ է, նա եկել է ճրակակալներին այցելելու։ Այո, ովքեր են ճրակակալները դու։ Մենք բոլորս, ամեն, խի է եկի այցելելու, գիտես։ Հիմա դուք ասես, օ երևի եկել է մեզի հանդիմանելու եւ այլն ես կոմենկոմ, նա եկել է այցելելու հարցնի քեզ, ինչպես ես։ Որպեսիությունը հարցնի, ոնց ես։ Որովհետեւ ամեն մարդ անպայման ուզում է, որ մեկը քնքշորեն, ջերմորեն հարցնի, ոնց ես։ Նա եկել է այսօր այստեղ եւ քեզ հարցնում է, ոնց ես։ Այո, դու նրա ոսկե ճրակակալն ես։ Շատ լավ, ուզում եմ մի բան ասել։ Քանի որ մենք այսօր անցնում ենք հայտնության 7 եկեղեցիներից առաջի եկեղեցին, ուրեմն Եփեսոսի եկեղեցին, ուզում եմ սա իմանաս, 7 եկեղեցիներից 5-ին հանդիմանում է Տերը, մեկին ոչ հանդիմանում է, ոչ էլ գովեստատալի, միայն մեկն է, որ արժանանում է գովեստի, այո, Եփեսոսի եկեղեցին հանդիմանվողների ցուցակում է, իմանաս, եկեղեցիները, 7 եկեղեցիները, Աստված մատնանշում է, որ այս 7 եկեղեցիներում կա մի հոգևոր իրականություն, որ Տերը ուզում է անպայման ես եւ դու տեսնենք, լսիր, ես մի հատ հասարակ օրինակ եմ ուզում քեզ բերել, եթե մի երեխա տնից դուրս գա գնա դուրս խաղալու եւ ընտեղ իրան ծեծեն, ընկնի ցեխի մեջ, կեղտոտվի, հայուեն, վատ խոսքեր ասեն, ու այդ երեխան լաց լինելով տուն գա, դա դեռ չի նշանակում, որ այդ կեղտը, որ այդ երեխայի վրա է, այդ երեխայի վրայից է,
աճում եւ այդ խոսքերը որ ասել են նրան նա արժանի է այդ խոսքերի արժե միայն որ ծնողները վերցնեն նրան լվացացնեն լողացնեն հագուստները փոխեն գրկեն նրան սիրեն նրան նա վերականգնված է այո նա վերականգնված է նա իրան սիրված եւ ընդունված է զգալու ասելիքս որն է ցանկացած Աստծո որդի որ գալիս է դեպի Աստծուն պիտի լվացվելուց առաջ իմանա որ ինքը լավն է որ կեղտը որը քո վրա է դա քո իրականությունը չէ քո իրականությունը հետեւյալն է դու լավն ես կեղտը սուտ է իրականությունը նա է որ դու լավն ես Տիրոջ առաջ ամեն հալելույա փառք Հիսուսին Որն էր այս երեխայի օրհնությունը նախտուն եկավ Աստծուն հետո գտնվեց մեկը հարազատ ծնող մեկը որ տարավ այս երեխային լողացրեց շորերը փոխեց գրկեց սիրեց եւ ասեց տղաս են խոսքերը որ քեզ ասել են դու դրան արժանի չես դու դա չես դու դա ինձանից լսի դու իմ որդին ես դու իմ աչքի լույսն ես նման բան է կատարվում երբ մենք դառնում ենք Աստծուն նա լվանում է մեզ իր արյունով նա ընդունում է մեզ իր գրկի մեջ նա սիրում է մեզ նա վերականգնում է եւ ասում այն մեղքը որ կար քո վրա դա քո իրականությունը չէ դա սուտ է քո իրականությունը հետեւյալն է դու լավն ես ամեն մի հատ բարձրաձայն ծափահարի Տիրոջը որ արթնանաս այսօր եկեղեցիներում չկա կատարելություն եւ դա նորություն չէ ոչ մի եկեղեցում չես գտնի կատարելություն կատարյալ վիճակ որքան էլ այսօր եկեղեցիները կատարյալ վիճակ չունեն որքան էլ եկեղեցիները ունեն զանազան խնդիրներ զանազան բացթողումներ զանազան շեղումներ եւ այլն միևնույն է ամեն ժամանակներում եկեղեցին Աստծո համար առաջ եղել է փառահեղ առանց բծերի առանց կնճիռների ուզում եմ մի բան նայենք Բայց գիտեք ինչա գծեր հա բծի բացակայությունը նշանակում է մեղքի բացակայություն ես ուզում եմ Աստծո շնորհքի մեծությունը դու տեսնես ամեն անգամ երբ գալիս ես կանգնում ես այստեղ երբ կանգնում ես աղոթքի երբ կանչում ես նրա անունը երբ ասում ես լվա ինձ Տեր սրբիր ինձ Տեր գիտեք ինչ է տեղի ունենում նա լվանում է քեզ ու դու նրա առաջ կանգնում ես որպես առանց բծերի մարդ Մեկի վրա որ հատկապես սպիտակ հագուստի վրա բիծ եք տենում ասում եք ըստեղդ պամադայա կսվե վայ սպիտակ վերնաշապիկիտ օձիքը կեղտոտ է ասում եք որտեվ սպիտակի վրա բիծը շուտ է երևում բիծը բծի բացակայությունը նշանակում է մեղքի բացակայություն նա քեզ այդպես է տեսնում հաջորդը կնճիռների բացակայություն գիտեք կնճիռը խոսում է ծերության մասին Այտենց է թե չէ Օրինակ այս երեխան պատանի է մի հատ կնճիռ չես գտնի որովհետև երիտասարդ է բայց նայիր մեծ տարիքով մեկին կտեսնես որ կնճիռներ ունի կնճիռ ասма բայց եկեղեցին իմ համար ոչ բծեր ունի ոչ կնճիռներ այսինքն բծեր չունի մաքուր է կնճիռներ չունի հնացած չէ կնճիռների բացակայությունը նշանակում է որ այն հին չէ Ինչը նշանակում է, որ այն մշտապես պահում է իր թարմությունը Տիրոջ առաջ։ Գրված է, արդարը 7 անգամ կընկնի, եւ 7 անգամ էլ Տերը նրան կբարձրացնի։ Բարձրացնողն էլ է Տերը, հանդիմանողն էլ է Տերը, ապրեցնողն էլ է Տերը, սրբողն էլ է Տերը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Աստծո աչքերի առաջ Եփեսոսի եկեղեցին լավներ։ Ասма տեսել եմ քո գործերը, ինչ համբերություն ունես։ Տես ոնց ասма կարողացար այդ Նիկողայոսյաններին, ասма ոնց կարողացար սաստես, ոնց կարողացար զգաց, որ սրանք առաքյալ չեն, թեկուզ ձևացնում էին իրենց առաքյալ, ոնց կարողացար սրանց դուրս շպրտես։ Տեսել եմ աշխատանքդ, հոգսերդ, մի բան արել է, չէ՞ եկեղեցին։ Նայի գոված, ահագին գոված, բայց Մի բան կա, որ պետքա մնար ինքը իր նորմալ պոզիցիայի վրա, ես ասացի հաղթող նշանակում է ոչ թե այն մեկը, որ սուպերհերոս է, այլ որ կարողանում է մնալ այն նորմալ մակարդակի վրա, որի վրա Աստված ուզում է մեզ տեսնի, ասма բայց դու մի բան արեցիր, սիրո գործերդ մոռացար, թողեցիր քո առաջին սերը, հիմա դրան ենք անցնելու, Եփեսացիները նայենք ու անցնենք դրան, Եփեսացիների 5-րդ գլուխ Ասում եմ մարդիկ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց
եկեղեցուն եւ իր անձը մատնեց նրա համար, որպեսզի նրան սրբեցնի մաքրի ավազանի ջրովը եւ խոսքովը։ Տղամարդկանց ասում է տղամարդիկ, եկեք ես ձեզ սովորացնեմ ինչպես պետք է կնոջը սիրեք։ Սիրեք Քրիստոսի պես։ Նա լվաց իր հարսին, նա մաքրեց իր հարսին, բեհեզներ հագցրեց, հա, լվաց ավազանի ջրով, լվաց իր խոսքով եւ եկեղեցին, որ իր հարսն է, կանգնում է նրա առաջ առանց բծերի եւ առանց կնճիռների։ Պարզը եկեղեցին միշտ մնում է թարմ, ցանկալի, առանց բծերի եւ առանց կնճիռների Տիրոջ առաջ։ Ամեն։ Հայտնության 2:2 նայենք։ Որպեսզի եկեղեցին իր առաջ կանգնեցնի փառահեղ կերպով, տեսեք, որ ոչ մի արատ կամ կնճիռ, տեսնում եք, արատ կամ կնճիռ, որևէ այդպես նման բան չլինի, այլ եկեղեցին լինի սուրբ եւ անարատ։ Ես չեմ տեսել որևէ հարս, դուք տեսել եք, ցեխոտ շորով գնա հարսանիքի։ Ձեր շորերը կարող է կեղտոտվեն, բայց իրանատեղ են տալի, մաքրելով, բան, այդ 6 մետրանոց շորը իր հետևից քաշ տալով, տանում է եւ այլն, հարսն է ներս գալիս։ Նկատել եք հարսանիքում արգելված է հյուրերին սպիտակ հագնել։ Նկատել եք, որ հարսը երևա, հարսը մի հատ է։ Այստեղ կա եկեղեցի Աֆրիկայում կա եկեղեցի Ավստրալիայում կա Եվրոպայում կա Ռուսաստանում կա Հայաստանում կա ամենուրեք կա եկեղեցիներ, բայց այդ բոլոր իրար հետ մեկ տիեզերական եկեղեցին Տիրոջ համար այդ բոլոր իրար հետ հարս են։ Ամեն։ Եվ ասում ինքը պիտի կանգնի առանց կնճիռ, առանց արատ եւ առանց ուրեմն բծերի։ Ամեն։ Սա Աստծո գերագույն նպատակն է մեզ տուն տանի անարատ սպիտակ բեհեսներով առանց բծերի։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Հայտնության ուրեմն գլուխը սկսենք կարդալ երկրորդից։ Գիտեմ քո գործերը, նորից ենք նայում, եւ քո աշխատանքը, քո համբերությունը, որ չարերին չես կարողանում տանել, փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ էին ձևանում, բայց չեն, եւ սուտ համարեցիր նրանց, հա։ Տեսեք ինչպիսի հոգեվոր զգայուն են եղել իրանք։ Ես կարող եմ ձեզ օրինակ բերել այսօր շատ վերստին ծնված հավատացյալներ, որ ապրում են 21-րդ դարում եւ ունեն ձեռները հեռախոս, ինտերնետ, AI ունեն, եսիմ ինչ ունեն, արհեստական ինտելեկտ կա եւ այլն, անենց հանգիստ կխապնվեն մոլորություններին, ասում դու զգայուն ես հոգեվոր։ Հոգեվոր ունակությունն է ցույց տալի այդ եկեղեցու, զգայուն է, ո՞նց զգացիր, որ դրանք ասում եմ շեղված ուսուցում են բերել եւ դրանք վատն են։ Մալադեց, գովումա, հետո գնանք առաջ 4-ը նայենք։ Բայց քո դեմ մի բան ունեմ, որովհետեւ թողեցիր քո առաջին սերը։ Թողեցիր քո առաջին սերը։ Գիտեք, ուզում եմ էկրանի վրա մի բան տեսնեք։ Սա նայեք, հունարենում, որով գրվել է նոր կտակարանը, հատկապես ուրեմն հայտնության գիրքը, առաջին բառը, որ ասում թողել ես քո առաջին սերը, այս մասին կլսենք նաև վերջին եկեղեցու մեջ։ Առաջին սերը, այդ առաջին բառի հոմանիշն է, թողել ես քո լավագույն սերը։ Թողել ես լավագույն սերդ, թողել ես քո սիրո գործերը, այն որ առաջ վառվում էր, հիմա ամեն մարդ իր նստած տեղը թող հիշի, երբ դու առաջին անգամ եկար Աստծուն, երբ առաջին անգամ ավետարանեցին, երբ կյանքդ տվեցիր Աստծուն, ասա ինչ ձև էիր ոգևորվել, ամբողջ ժողովրդին տուն տնեցիք, խնամի աշխարհ, բոլորին պատմում էիր ով է Հիսուսը, բոլորին կանչում էիր եկեղեցի, անում էիր սիրո գործեր, ավետարանում էիր, օրհնում էիր մարդկանց, օգնում էիր մարդկանց, փորձում էիր որքան հնարավոր է լինես հեզ, խոնար, օգտակար, պիտանի հաճելի համով հավատացյալ, այո, ասում ինչ եղավ քեզի։ Ես մի գծի վրա մնացել ես, հասկացանք, որ բռնել ես սրանց եւ այլն, բայց առաջ գնա։ Հիշիր են առաջի գործերդ, են լավ բաներդ, են որ սիրո մեջ վառվում էիր, ինձ պետք է որ իմանաս, լավ ես արել, որ բռնել ես սրանց, լավ ես արել, որ հոգևոր արթուն ես եղել, սրանց իրանց տեղն ես դրել, բայց ես ուզում եմ նաեւ առաջ գնաս, ես ուզում եմ որ տեսնեմ քեզ սիրո գործեր անելուց, ես քեզ ուզում եմ տեսնեմ սիրահարված կրկին ինձ վրա, դու մի տեղ ես կանգնել, ու մնացել ես ստե, ու մոռացել ես ամենակարևոր բանը, որ ես ակնկալում եմ քեզանից Մեզանից յուրաքանչյուրին առաջի շարքից մինչև վերջ ասում է Աստծո հոգին հետևյալը վերադարձիր քո լավագույն սիրուն այսօր եւ 7 կիրակի Տերը խոսելու է մեզ հետ վերադարձիր քո լավագույն սիրուն ամեն կիրակի մի բան ասելու Տերը ամեն
Բայց արի ուտես, խրատեց Տերը, խրատեց, ասեց ինչ որ պետքն է, ցույց տվեց սխալը, ցույց տվեց ճիշտը, այո, ասեց ինչ պիտի անենք, բայց այդ դրանից հետո այլևս դու չես տեսնի Եփեսոսի եկեղեցի մասին ոչ միտեղ գրված։ Ինչ պատահեց։ Պատահեց այն, ինչ որ Աստված խոստացել էր, եթե չապաշխարես, կշարժեմ ճրագակալդ։ Եկեղեցու ճրագակալ շարժերը նշանակում է քեզ կջնջեմ, ջնջեց։ Թեկուզ իր եկեղեցիներ։ Թեկուզ իր եկեղեցիներ, կա մարդ, որ հասկանում է ինձ, խաղճան ես Աստծո հետ։ Նրա այոնայոյը ամեն։ Նա չէ, որ խոնարհվելու է, մենք ենք, որ խոնարհվելու ենք նրա խոսքի առաջ, ամեն։ 2000 տարի անցել է այս պատմությունից, դու ոչ միտեղ այլևս չես գտնի Եփեսոսին, այդ եկեղեցին ջնջվեց եւ դրա ճրագակալը Տերը շարժեց։ Բայց եկեք նայենք մի հատ մեջները են Ալելույա։ Հիմա արդեն մարդ կոմպլեքսավորվում ասի Նիկո Ալելույա։ Բոլոր նրանք, ովքեր մեզ նայում են մեդիա հարթակներից, ուզում եմ ասեմ, սա վերաբերվում է Նիկաղայոսյաններին, որոնք եղել են շեղված կլան, շեղված, ոնց ասեմ, ինչպես բացատրեմ, դաս է եղել, դա դաս է եղել այդպիսի։ Եկեք նայենք ինչ դժվարություններ են սրանք բերել։ Մդախ միած սրա բարի հետ ծանոթանանք, ենքան էլ դժվար բարը, Նիկողայոս բարը, հունարեն բարը, բաղկացած երկու բարերից, Նիկո, ոնց գնում ենք, ալելույա, պատոտվում ենք այս անվան շուրջը, Նիկո նշանակում է հաղթել, ալելույա, կամ գերազանցել ուրիշներին, իսկ Ղայոս նշանակում է հասարակ մարդիկ, հասարակ ժողովուրդ, կամ վերդասել իրենց ստորիններից, այսինքն դրանք մի դաս է եղել, այս Նիկողայոսյանները դաս են եղել, որ իրանք վեր են դասել իրանք սովորական հավատացյալներից և սա բավականին մեծ լուրջ մոլորություն է, բայց նայեք Եփեսոսի եկեղեցին այս ակուլային բռնել է այդ ակուլային, բայց ամենապարզ ու հասարակ բաները այդպես էլ չարեց։ Շատ լավ, նայեցինք ինչ է նշանակում։ Սա մարդկանց մի խումբ էր։ Եթե դու այսօր ուզենաս ինտերնետով ման գաս իրանց կամ որևէ իրանց հետագա պատմությունների մասին իմանաս, դու ոչ մի բան չես գտնի։ Դրանք հենց այդտեղ այդ ժամանակների մեջ վերջացան։ Սրանք վերջացել են։ Սա մարդկանց նորից եմ ասում խումբ էր, որ իրանց դասում էին սովորական եւ հասարակ մարդկանցից ավելի բարձր։ Աստված չանի, ապրես այնպիսի ժամանակներ, որ քեզ դասես քո կողքին նստողից բարձր, քեզ կկոչեն Նիկաղայոսյանների կլանից մեկը։ Դասից մեկը։ Գրված է, որ Տերը ատում էր նրանց վարքագիծը և նրանք ունեին այսպիսի ուսուցում, Աստված բարձր է մեզանից, Նիկողայոսյաններն են ասում, բայց մենք է բարձր ենք սրանցից, մյուս հավատացյալներից, դուք բարձր եք մյուս հավատացյալներից, ինչու, ով է ձեզ բարձր դրել, սա կոչվում է միջնորդական դաս, նրանք էին ամեն ծառայությունները անում, նրանք ասում էին, մենք ենք, որ ճանաչում ենք Աստծուն, քեզ պետք է Աստծուն մի բան ասել, ես կասեմ, դու չես կարող, դու այդքան չկաս, որ Աստված քեզ լսի, քեզ պետք է Աստվածաշունչ, քեզ պետք է Աստծո խոսքը, ես գիտեմ ես ինչ ասեմ, դու դա չես կարող, դու քո խելքին դա չի հասնի, մեկը, որ քեզ ասում է, դու չես կարող հասկանաս Աստծո խոսքը, դի քո խելքի բանը չի, մեկը, որ ասում է, դու չես կարող աղոթել, դու աղոթել չգիտես, ես դա կանեմ, հիշի, սրանք Նիկողայոսյանները։ Սա մի շեղվածություն է, նորից եմ կրկնում, որ իրեն համարում է միջնորդական դաս Աստծո և մարդու միջև, այդպիսի դաս գոյություն ունի Քրիստոսի հարությունից հետո, չէ որ Հիսուս Քրիստոսը ասեց, ես այս տաճարը կքանդեմ, որտեղ կար միջնորդական մի հատ պատ վարակույրով, եթե հիշում ես, ասեց և երրորդ օրը կկառուցեմ, Քրիստոսը իր մարմնով պատռեց միջնորդական դասը, որ ես և դու նրա միջոցով ունենանք մուտք դոստուպ Աստծուն, Հայր Աստծուն, չկա 2000 տարի է այլևս միջնորդ բացի Քրիստոսից, իմ և Աստծո միջև չկա, չի լինի, այսպես է ավարտվելու ավետարանը, երկրի վրա այսպես է ավարտվելու, չկա որևէ միջնորդ, քո միջնորդը Հիսուս Քրիստոսն է, նա է միջնորդը, որ Հայրը քեզ ների, նա է միջնորդը, որ իր միջոցով դու գնաս երկինք, ամեն,
Նա է քո բարեխոսը երկնքում քո արած ամեն մի սխալների համար։ Չկա որևէ միջնորդական այլևս դաս։ Ես հիմա քեզ ավելի լավ տեղ եմ տանելու։ Ավելի օրտնված ես գնալու։ Այսպիսի մի ֆունդամենտալ վարդապետություն եւ ճշմարտություն Աստվածաշնչում, որ դուք բոլորդ քահանաներ եք։ Դուք բոլորդ քահանաներ եք։ Այդ մասին ասում է հայտնության հենց առաջին գրքի առաջին գլուխը, բայց ինչ կարդամ հայտնությունը, եք միացին նայենք Պետրոսի թուղթը։ Նայիր այստեղ։ Ես ուզում եմ, որ այստեղ նայելով, այս երկու համարները կարդալով, Նիկողայոսյանների այդ դասակարգը ընդմիշտ զգուշ եւ արթուն լինես հանկարծ, եթե հանդիպես նմանները, որ քեզ կասեն դու չես կարող կարդալ, դու չես կարող աղոթել, Աստված քեզ չի լսի, ես կարող եմ անել, այսինքն միջնորդ է, մտնում է ներս։ Կաչի աղջիկ են եթում ուզել, ասում է, էսի մեր միջնորդն է։ Այդ միջնորդելա, որ այդ աղջիկը ստեղուն ուզի եւ այլն։ Կյանքիս մեջ չսիրածած բանն է եղել այդ միջնորդը։ Ոչ մեկին միջնորդ չլինես։ Լավ է ուժիշ թեմա է։ Հիմա էդի բացելու է։ Պրոստը միջնորդ չլնես և վсё, հանգիստ ապրիքո համար, իրանք իրար կգտնեն, չմտածես, ոչ մեկ տունը չի մնա, կգտնեն իրար, առաջի Պետրոս երկրորդի 9, բայց դուք ընտիր ցեղեք, վերջացավ գնաց, կարողանում ենք կարդանք, բոլորս ենք նայում, դուք ընտիր ցեղեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, ուխայ Աստծո սեփական ժողովուրդ, որպեսի հայտարարեք նրա փառքը, որ ձեզ խավարից կանչեց իր սքանչելի լույսի մեջ, ասա նրան հալելույա, բացականչի նրան հալելույա, հալելույա, ամեն։ Ուխ, հիմարի հայտնությունը նայենք։ Հիսուս Քրիստոսից, հայտնություն 1:5-6, և Հիսուս Քրիստոսից, որ հավատարիմ վկան է, մեռելներից առաջինը հարություն առածը և երկրի թագավորների իշխանը, նրան ով սիրեց մեզ և մեզ իր արյունով լվաց մեր մեղքերից գնանք առաջ, և մեզ, հալելույա, թագավորներ և քահանաներ արեց, իր Աստծո և հոր համար, նրան լինի փառքը, զորությունը, հավիտյանս, հավիտենից, և բոլորն ասացին, ամեն։ Այս համարը նորից նայի, և մեզ թագավորներ և քահանաներ արեց, ինչ միջնորդական դաս, մի հատ քեզ նայի, միգուցե տունը քո հետ լավ չեն վերաբերվում, դա դեռ չի նշանակում, որ դու այնպիսին ես, ինչպես քեզ հետ խոսում են, դու սա ես, Քրիստոսի մեջ քահանա և թագավոր, ամեն, փառք Տիրոջը, ալելույա։ Քահանայական ցեղ հին ուխտում գիտեք, եղել են միայն ղևտացիները, իրանք էին միայն քահանաներ համարվում, բայց Աստված այս ամենը քանդեց։ Ես այնքան ուրախ եմ, որ նա այս հերյական կարծրատիպը քանդեց։ Մենք ենք եւ վերջ։ Մենք հեթանոսներս գնացինք եւ այն դալար ձիթենու ճյուղին պատվաստվեցինք 2000 տարի է հեթանոսները վայելում են Աստծո շնորհքը եւ ողորմությունը։ Ամեն։ Ուրեմն սա նշանակում է, որ Քրիստոսի արյունով բոլոր լվացածները համարվում են քահանաներ և թագավորներ, այո, այո, և քո գերագույն քահանայապետը ոչ մի Նիկողայոսյաններ չեն, ապա Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, մեր գերագույն քահանայապետը, որ նստած է հոր աջ կողմում և քո բարեխոսն է, ամեն, հալելույա։ Եթե դու այն մեկն ես, որ հաճախում ես եկեղեցի, այն մեկն ես, որ կարդում ես Սուրբ Գիրքը, եթե դու այն մեկն ես, որ լցվում ես ամեն օր Աստծո խոսքով, հավատում ես Քրիստոսի քավչարարարյան զորությանը, ուրեմն դու քահանա ես։ Ամեն։ Սա այնքան է օրհնում ինձ։ Դու քահանա ես մեջքդ ձիգ պահի, գլուխդ բարձր պահի, մեզ ոչինչներիս, գետնի վրա ընկած արյան մեջ թաթախվածներիս նա տեսավ, ողորմեց, կանչեց, մաքրեց և թագավորներ ու քահանաներ կոչեց, փառք լինի նրա անվանը։ Ամեն։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին այսպիսի ծառայություն ունի, հաղորդությունը, ջրի մկրտություն,
կամ որևէ արարողություն, մահ կլինի, ամուսնություն կլինի կամ որևէ մի բան կլինի, ինքն է անում։ Որևէ կաթոլիկ, որևէ բանական չի թույլ տա, որ դա անի մեկ ուրիշը, այդպես է։ Ինչու՞։ Որտեվ իրենք գտնում են, որ դա մենակ պիտի իրենք անեն։ Մեր եկեղեցում քանի մարդ է տեսա, որ ջրի մկրտությանը ես մասնակցում եմ, բայց ոչ մեկին չեմ մկրտում։ Եղբայրներն են մկրտում, որտեվ իրենք քահանաներ են։ Տերը օրհնի ձեզ։ Քանի անգամ եք տեսել, որ այստեղ եղբայրները հաղորդություն են մատուցում։ Գիտեք ինչու են մատուցում, որովհետև նրանք նոր ուխտի քահանաներ են։ Սա բան չկա, որ ասե եթե եկեղեցու հովիվ կա, ձեռք չտակ, ես չկա տենց բան։ Ես քո նման Աստծո ծառա եմ։ Ամեն։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին սա պահում է մինչև այսօր։ Բողոքականների շարժում սա տվել են միայն հովիվների ձեռքը։ Հուդայականության մեջ սա անում են միայն ղևտացիները, ուրեմն այս բոլոր գործերը, տաճարի մաճարի անում են միայն ղևտացիները, սակայն ճշմարիտ եկեղեցին պիտի չունենա միջնորդական դաս, պիտի չունենա եւ վերջ, որովհետեւ դու քահանա ես, որովհետեւ դու թագավոր ես, ընտիր ազգուցեղ ես, Քրիստոսի արյունով լվացված ես, նրա խոսքով կերակրվում ես, նրա արյունով մաքրված լվացված ես, վերջացավ գնաց։ Եկեղեցում նորմալ պիտի չլինի միջնորդական դաս, այս եկեղեցում դա նկատել եք։ Ես կարող եմ կանգնել եւ ասել, բարեխոսական աղոթքի բոլոր ծառայողները առաջ եկեք, աղոթեք այսինչ մարդու համար։ Ես չեմ ասում, միայն ես պետք է աղոթեմ։ Չկա տենց բան։ Մկրտում են, հաղորդություն են անցկացնում, աղոթում են բոլորը։ Որովհետև բոլորն են կանչված լինելու քահանաներ, ամեն։ Լսեք, Նոյը, Աբրահամը, Աբելը, Կայենը իրենք էին զոհ բերում։ Դուք տեսել եք, որ մեկը իրենց սովորացներ ինչ-որ մի հատ ուրիշ ձյաձյա մեջտեղ գար եւ ասեր Աբել, Կայեն, Նոյ, Աբրահամ եւ պետք է այսպես զոհաբերել։ Գնացինք, վերցրեցինք զոհը, տարանք սեղանի մոտ, այսպես արեցինք։ Ոչ մեկ իրենց չի սովորացրել զոհաբերել։ Բայց ինչ պատահեց, որ զոհաբերությունը անցավ միայն քահանաների ձեռը հետո։ Պատահեց այն, որ երբ որ Մովսեսը լեռան վրա էր, Սինա լեռան վրա էր, 40 օր մնաց եւ ժողովուրդը վերցրեց ոսկե հորթը ոսկե հալեցին եւ հորթ ձուլեցին եւ սկսեցին երկրպագել այդ ոսկե հորթին, այդ ժամանակ է բարկացավ Աստված, այլևս չթողեց մարդը նման կարևոր ծառայություններ անի։ Այդ օրվանից զոհաբերությունը անցավ քահանաների ձեռքը։ Պարզը այդ օրվանից անցավ։ Եկնայինք սա։ Եկնայինք սա։ Ով ականջունի թող լսի։ Ես կարծում եմ մենք բոլորս ականջուն ենք։ Կա մարդ, որ համոզված է դրանում։ Փառք Հիսուսին։ Դու վստահ ես։ Ալելույա։ Բա օգտագործի դրանք։ Պրոստո օգտագործի։ Աստվածաշունչն ասում է, խնդրում եմ օգտագործի։ Զապաս մի կախի։ Գիտեք, գոյությունի պագրշկա զապաս։ Օրինակի մեքենայի բագաժնիկում զապաս պագրշկա կա։ Случай чего, да? Բայց Աստվածաշունչն ասում է, ականջը օգտագործել է պետք է զապաս մի կախի դե։ Ով ականջունի թող լսի։ Ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին, հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից պահի ես նախադասությունը, որ Աստծո դրախտումը նայիր ծառին, ասում է սրան ուտել կտամ։ Մենք պիտի մի հատ էլ ունենայինք մի հատ ուրիշ նկար։ Եթե այսօր եկեղեցիներում կա, չկա, լավ։ Չէ։ Մենք մի քիչ սրանից առաջ նավ չկա։ Ուզում եմ ասեմ հետևյալը, եթե այսօր, որտեղ սրա մասին ենք խոսում, եկեղեցիներում կա, եթե կա, ուրեմն Նիկաղոյոսյանների դաս, ապա այդպիսի եկեղեցին քրիստոնեական եկեղեցուց դառնում է դեպի հուդաիզմի։ Պարզ է իմանաք սա։ Ստեղ էս կյանքի ծառի ուտելը մի կարևոր բան է, ես ուզում եմ մի հատ հայացք գցենք սրա վրա։ Նա ով էր, որ Ադամին եւ Եվային արգելեց, թե կարող է Գեդեմի պարտեզի դրված բոլոր ծառներից ուտել, բայց մենակ կյանքի կամ կենաց ծառ կա, այս մեջտեղում դրած այդ ծառին չուտեք, ձեռք չտաք, դա ով էր։ Աստված էր։ Լավ, մի հատ հետ վերադառնանք նորից հայտնության երկրորդ գլուխ, այստեղ։ Նայ, ով ականջունի թող լսի, ինչ որ Աստծո հոգին ասում է եկեղեցիներում, ասում է հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, բայց այս ծառը արգելված էր։
Ասում դա դրախտում է Աստծո, այո դա դրախտում էր, այո դա արգելված էր, ինչ փոխվեց, ինչ պատահեց, Ադամից ավելի լավն ենք մենք, Ադամից ավելի սուրբ ենք մենք, որ նրան չէր կարելի մեզ կարելի է, ինչ տեղի ունեցավ, որ Աստվածաշունչն ասում է հայտնության երկրորդում գիրքը ավարտվում է, հələ դու մի հատ էլ ես տեսնելու, նույն հայտնության ամենավերջի գլխում 22-ում տեսնելու ես մի հատ էլ կենաց ծառի մասին, 3 տեղ, որ Աստվածաշունչում գրված է կենաց ծառի մասին, կյանքի ծառ, կենաց ծառ, դա մեկը ծննդոցն է, հիմա նայելու ենք, ծննդոցն է, մյուսը նայեցինք հայտնության 2-ը, մի հատ էլ հեսա նայելու ենք վերջում հայտնության 22-ը, ինձ համար սա շատ կարևոր է, կյանքի ծառից քեզ ուտել կտամ, ուրեմն մի քիչ որը դրախտում է, որը Աստծո դրախտում է, գիտեք սա ինչ է նշանակում, որ կորցրած դրախտը վերականգնվել է, կորցրած դրախտը վերականգնվել է ձեզ համար Քրիստոսով, Ադամը այն կորցրեց, բայց Քրիստոսով, հա, Քրիստոսով հավատացյալների համար վերականգնվել է դրախտը, շատ լավ, ուրեմն եկ մի բան նայենք սրանից հետո, լավ մի հատ նորից հետ գնանք համարին, կարդամ այսպես, որ հիշենք, հա բոլորս, Տեր Աստված ասաց, ահա Ադամը դարձավ իբրև մեկը մեզանից, բարին ու չարը իմացող, այն միգուցե իր ձեռքը մեկնի, կենաց ծառիցը ուտի, առնի ուտի ու հավիտյան ապրի։ Ուստի Տեր Աստված դուրս արեց նրան Եդեմի պարտեզից, որպեսզի Ադամը գնա դուրս մշակի հողը ու հողից ստացած բերքով ապրի։ Հաջորդը Եվ արտաքսեց Ադամին եւ Եվային պարտեզի դիմացը դրեց քերովբեների եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրեր, մի հատ նայեք սուրերը, բոցեղեն սուրեր կենաց ծառի ճանապարհը հսկելու համար։ Ինչու Աստված թույլ չտվեց Ադամն ու Եվան ուտեն այդ ծառից, բայց այսօր հայտնության գրքում գրված է հաղթողները կուտեն կենաց ծառից, որն է Աստծո դրախտում, այսինքն Տիրոջ արքայության մեջ, Աստծո արքայությունում էլի եք այդ ծառի հետ հանդիպելու, սա ինչ ծառ է վերջապես, որ ծննդոցը սկսվում է հանդիպում ենք նրան եւ գիրքը ավարտվում է հայտնության, հանդիպում ենք այս ծառին, սա ինչ ծառ էր, որ Աստված ասեց չդիպչես սրան Ստեղ Աստծո կարևոր առաջնային մտադրությունը չի եղել Ադամին ու Եվային այդ ծառից զրկել, ենթադրեք այդ ծառը մանգո էր տալիս։ Կերեք ամեն մրգերը մանգո չուտեք։ Չեմ ուզում մանգո ուտեք։ Նրանք էլ ասացին, դե լավ, չես ուզում չենք ուտի։ Ու չէին ուտում, ու չէին նեղվում, որ մանգո չէին ուտում։ Մինչև այն օրը, երբ Սատանան ներս մտավ, ասեց, «Էս խիչ եք համտենում որ»։ Բա կերեք, գիտեք ինչ քաղցրա։ Առաջնային մտադրությունը, первоначальный առաջնային մտադրությունը Աստծո եղել է հետևյալը, որ մարդը ուտի ծառից։ Բայց նա ուղղակի ծառը դրեց եւ ուզեցավ դրանով փորձեր։ Արդյոք կարող է մարդը հնազանդվել իրեն։ Կարող է Աստծո խոսքին հավատալ, հա? Մինչև այսօր եւ հնազանդության պայքար է եթում եւ Աստծո խոսքին հավատալու պայքար է եթում։ Այո, եւ Տիրոջը խոնարհվելու պայքար է եթում։ Գնում է թե չէ։ Եվ Ադամն ու Եվան այս փորձությունը չտարան։ Տանուլ տվեցին այս փորձությունը եւ Աստված նրանց դուրս շպրտեց Եդեմի պարտեզից եւ քերովբեների ձեռը կրակոտ սուրեր դրեց, ասաց որ հանկարծ մոտիկ չգան։ Ես կարծում եմ որ այնքան լավ էր այնտեղ, որ Ադամն ու Եվան ոնց որ փորձ են արել հետ գան։ Աստված գիտեր որ իրանք հետ են գալու, դրա համար նայեք կրակոտ բաներ դրել, որպեսզի հետ չգան։ Բա կգային։ Մեկը որ սովորում է փառքի, մեկը որ սովորում է հեշտ ապրելուն։ Գիտեք ովքեր էին նրանք։ Նրանք աշխարհի տերերն էին։ Ատենցա թե չէ։ Եկեք հայազգը մի հատ երգ է երգում, ամենաանհամ երգը, որ ինքը երգում է, դա հետևյալն է։ Ու ոչ ճիշտ երգ, որ երգում է, աշխարհը մերն է, աշխարհը մերն է։ Լսել եք այդ երգը։ Նախ այդ երգը մենք իրավունք չունենք երգելու, որտեղ մենք եղածը մեր կորցրեցինք, ուրմացել եմ հատել ասենք աշխարհը մերն է։ Այ որ Ադամն ու Եվան էսի երգ էին, սազում էր իրանց, աշխարհը իրանցներ։ Ուտում էին, խմում էին ամեն ինչը իրանցներ, բայց Աստված ասաց լավ, ես չեմ ուզում որ դու ձեր տաս այս ծառին, սակայն քեզ ասում եմ, եթե դու ապրես ճիշտ եւ ապրես հաղթողի կյանք, այսինքն աննորմալ իրավիճակներում կարողանաս քեզ նորմալ պահես, եւ այն մակարդակը, որի վրա քեզ կանչել եմ դրա վրա էլ մինչեւ վերջ մնաս, ես քեզ կկոչեմ հաղթող եւ ես քեզ կտամ դրախտից, երկնային արքայությունից, կենաց ծառից ուտել։ Ո բայց դա արգելված էր, դրա համար այդ մարդիկ հոգեվոր մահ ապրեցին Տեր։ Ուզում եմ հասկանամ, ես ինչ է իրանից ներկայացնում։ Հաջորդը, յուրաքանչյուր ոք, ով վերադառնում է Աստծո նախնական մտադրությանը,
եւ Աստծո պահանջներին նա հաղթող է։ Նա հաղթող է։ Հիմա արի մի հատ երկու տեղ նայենք, այս ծառը ասացի մի հատ վերջում պիտի նայենք, ես ավարտում եմ արդեն։ Ես ավարտում եմ։ Հայտնության երկրորդ գլուխը նայենք։ 22-ի 2-ը նայենք եւ 2-ի 7-ը նայենք։ Այս կենաց ծառն ենք ման գալիս։ Մի հատը գտանք ծննդոցում։ Գրված էր կենաց ծառ։ Հիմա մի հատը նայում ենք հայտնության 2-ի 7-ում։ Գրված էր ու հաղթողին կտամ կենաց ծառից ուտել։ Մի հատ ենք նայում հայտնության 22-ը, որը Եփեսոսու եկեղեցից արդեն բավականին հեռացել էր։ Ասում են եւ նրա հրապարակի մեջտեղումը երկնքում։ Երկնքից տեղեկություն է տալիս։ Լսիր։ Եվ նրա հրապարակի մեջտեղումը գետի այս եւ այն կողմումը կենաց ծառ կար, որը 12 պտուղ էր տալիս, մի ծառը 12 պտուղ էր տալիս, այո, ամեն ամիս։ Ծառը տարիներով մշակում են մի հատ տանց չի տալիս։ Ասում է, այդ մի ծառը ամեն ամիս 12 տեսակի պտուղ, էսի երկնային արքայությունից նորությունը։ Հա, մի ծառ կա, անունն էլ կենաց ծառը, եւ այդ կանգնած մեջտեղում, հրապարակի մեջտեղում, մի բանը որ կանգնացնում են մեջտեղում, դա կանգնացնում են հրապարակում, այդ կոչվում է մեյդան։ Լսել եք բառը։ Մեյդան մինգի։ Այսինքն մեջտեղ մինգի։ Մեյդանում, որ մեկին կանգնացնում են, նշանակում է նա ուշադրության կենտրոնում պիտի լինի։ Ծառը ուշադրության կենտրոնում էր, եւ այդ հրապարակի մեջտեղում էր, հա, որ 12 պտուղ էր տալիս ամեն ամիս, եւ ծառի տերևները օրիգինալում գրված է, եւ ծառի տերևները բժշկում էին, տեսեք, շարունակական եղանակն օգտագործված, բժշկում էին հեթանոսներին։ Վայ, այսի պիտի կանգ առնել սրա վրա մտածել։ Բժշկում էին հեթանոսներին վերևում բժշկություն, վերևում շարունակվում է բժշկություն հեթանոսներին, դե մենք անցյալ կիրակի խոսեցինք, որ մենք հեթանոսներից ենք, այո, դարձի եկեք քրիստոնեության։ Լավ, հեթանոս բառը վերցրել են եւ ուրիշ թարգմանությունում դրել են ազգերին, ճիշտ են արել, որովհետեւ բոլոր նրանք ովքեր հրյա չեն, նրանք հեթանոս են։ Այսինքն այդ ծառը բժշկում է հեթանոսներին։ Ես կանգ եմ առել, երեք գնացել եմ, եկել եմ, կանգնել եմ, աղոթել եմ, այս ծառի հետևից է երեք ընկել։ Ուզում եմ հասկանամ, այս ծառը ինչ էր, որ Եդեմի պարտեզում արգելվեց, հայտնության գրքում թույլատրվեց, եւ հայտնության 22-րդ գլխում ասում է, որ նա բուժում է։ Ընդհանրապես ծառը իրանից ինչ բնավորություն ունի, կերակրելու։ Եղել է որ ծառից տանձ քաղես, ուտես, տանձը աճում է ծառի վրա, հալելույա։ Քաղում ես, ուտում ես։ Կարա պտուղ տա, պատղաբերության խորհուրդ է, սնունդի խորհուրդ է, այդ ծառի տակ կարաս հանգստանաս, այդ ծառի շուքի տակ կարաս քնես, այդ ծառի տերևներից կարաս օգտվես, ծառի կեղևից օգտվես, ծառի արմատից օգտվես, ամեն ինչից կարաս, այսինքն ինքը ոտից գլուխ համարվում է սնունդի աղբյուր, այո։ Իսկ հիմա իմ մոտ հարց է առաջանում, ոնց որ մի տեսակ չեմ ուզում համաձայնվեմ այն մտքի հետ, որ դա ծառ է, subject է, դա ծառ չէ, որը համարվում է subject, դա Քրիստոսն է, Աստծո որդին, հալելույա, փառք Տիրոջը, դա նա է, որ մեր հոգևոր սնունդի ապրելու աղբյուրն է, ամեն, մեր ուտելու, մեր խմելու, մեր գոյատևելու աղբյուրն է, ասма եթե հաղթես, որդուս հետ ես հանդիպելու, նա լինելույա Եդեմի պարտեզի մեջտեղում, ամենն են նրան տերելու, ամենը տեք նրանից սմվելու, ամեն, փառք Հիսուսին, կյանքի աղբյուր, ասել եք նրան, դու կյանքի աղբյուր ես, ծառը կյանքի աղբյուր է, այո, հոգևոր սննդի խորհրդանիշ, չեմ կարծում, որ եթե ծառը, որը 12 տեսակի պտուղ է տալիս, քո վերքերդ բժշկի, քո ցավերդ ամոքի, քո անեծքը քանդի, քո մեղքերը ի վիճակի լինի լվալու եւ ներելու, չեմ կարծում։ Ասма բայց նա բժշկում է հեթանոսներին, ներեցեք երկնքում ամեն բան կատարյալ է, ինչ բժշկության, շարունակական բժշկության մասին կարող է լինել խոսքը, երբ գնաս երկինք, որպես հաղթող, վերջնական քո կատարյալ բարեկեցիկ կյանքը, օրհնված կյանքը, կերակրված,
պաշտպանված, լիակատար ազատագրված, բժշկված լինելու է այդ ծառի շնորհիվ։ Ամեն դու այնտեղ ունենալու ես ֆինալ, վերջնական քո ամեն ինչը լինելու է այնտեղ։ Ամեն դուր Աստծուն բարձր ծափարություն։ Դրախտի այգում ծառ է կանգնած, սա խոսում է մեր մարդկանց, մեր մարդկության վերջնական լիակատար վիճակը։ Այսպիսին է լինելու, ասում այդ ծառը բժշկում է հեթանոսներին, նա բժշկում է բոլոր ազգերին, ամեն ազգերից եկել են ցավով ու դարդով մարդիկ, կորուստներով, վշտերով, հիվանդություններով, պրոբլեմներով մարդիկ, այո, ասում այդ ծառն է նրանց դարձել իրենց հոգևոր աղբյուրը, սնունդի աղբյուրը, ամեն, ամեն կյանքի աղբյուրը, սա լինելու է վերջնական մարդկության լիակատար, անխափան բարեկեցությունը, որը Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչպես է լինելու վերջում, հա? Ավարտելով խոսքս ուզում եմ ասեմ, ինչպիսին էր Եփեսոսի եկեղեցու հոգևոր իրականությունը, ասաց դու արթուն էիր սուտ և կեղծ առաքյալների դեմ, փորձեցիր իրանց, չթուլացար, բռնեցիր, մերկացրեցիր, մալադեց, բայց մի բան, որ քո դեմ ունեմ, դու թողեցիր քո առաջին սերը։ Ինձ սիրո գործերն ավելի կարևոր են, քան մնացած ուրիշ բաները։ Վերադարձիր քո առաջին սիրուն։ Այսօր այս նույն թուղթը կենթանի խոսում է մեզ բոլորիս հետ այստեղ նստած։ Դու կարող ես հաճախում ես եկեղեցի, դու կարող ես անբարոյական կյանքով չես ապրում, դու կարող ես չես գողանում կամ չես թալանում, կամ կարողանում ես քո հավատքդ պահել, ոչ մեկ չվեկալի չգողանա քեզանից քո հավատքը, չտանի օտար ուսուցումների եւ այլն, բայց կարողանում ես անել սիրո գործեր, որ բավարարում է Աստծուն։ Սիրո գործեր։ Վերադարձիր ասում այն լավագույն սիրուն, որ սկզբից ունեիր։ Քեզ մի բան է պետք այսօր հիշել ուղղակի այդ սերը։ Եկ կանգնենք ոտքի։ Հալելույա, փառք Հիսուսին։ Դու ինչ-որ մի բան վերցրեցիր։ Այսքանն էր, որ պատրաստել է այսօր Եփեսոսի համար, հաջորդ կիրակի խոսելու ենք Զմուրնիայի եկեղեցու մասին։ Տեսնենք ընդեղից ինչ հոգևոր իրականություն են քաղում եւ ինչ դաս ենք ստանալու Զմուրնայից, ինչ է ասելու Տերը այդ եկեղեցուն, ինչ է գովալու։ Ես ասացի 5 եկեղեցիները հանդիմանվել են։ Մեկը ոչ հանդիմանվել է գոլ, կարճ, ոչ հանդիմանվել է, ոչ էլ խրախուսվել է։ Միայն մեկն է գովեստի արժանացել։ Հետաքրքիր պատմություն է, Եփեսոսը սրանց մեջ էր, հիմա տեսնենք արդյոք Զմուրնյան հաջորդ կիրակի որ կարգի մեջ է մտնում։ Մի դժբախտություն է նաև, որ Աստված ընդհանրապես ոչ մի բանու հետ քո հետ չխոսա, ոչ հանդիմանի, ոչ գովա, գործ չունենա քո հետ, դա շատ վտանգավոր բան է։ Մի հատ եկեղեցի կա, որ այդ կարգավիճակում է։ Եվ ամեն անգամ եկեղեցու անունը տալուց չես մոռանա, որ մենք խոսում ենք անհատի հետ, ոչ թե եկեղեցիների։ Ամեն, եք խոնարհենք մեր գլուխները եւ մի կարճ աղոթքով գանք Տիրոջ առաջ։